Բարի օր ձեզ, շնորհակալ ենք, որ եկել եք, ինչպես արդեն տեղյակ եք, այսօր պիտի խոսենք քաղաքացին և անարդարադատությունը Հայաստանում խորագրի շուրջ, այս դեպքում Սոնա Մնացականյանի դեպքի մեկնաբանությամբ, թե ինչ համակարգային անպատժելիություն է տեղի ունենում մեր օրերում և հենց այս գործի շրջանակներում մանրամասն կանդրադառնանք, թե ինչին է բախվում քաղաքացին այս դեպքում Սոնա Մնացականյանը, երբ ուղղակի մի սովորական օր դուրս գալով տնից, սովորականի պես անցումը անցնելիս և որևէ վտանգ չսպասելիս կարող է ենթարկվել վրաերթի, վարչապետի ուղեկցող Շարասյան պատճառով և դրա արդյունքում դեմ առնի իշխանական քարոզչությունների, իշխանության կողմից, այսպես ասենք, զանազան լծակներով այդ գործը մոռացության տալու փորձերին։ Եվ հենց այս ամենի մասին մենք պիտի խոսենք այսօր հետևյալ բաժինների ընթացքում, նաև ներկայացնելու ենք զեկույցը, որը Սոնա Մնացականյանի դատական գործի ընթացքում կայացած նիստերի մշտադիտարկման արդյունք է, թվով 8 նիստերի մշտադիտարկման, ինչպես նաև իշխանական քարոզչության այս գործի վերաբերյալ գործը մոռացության տալու կամ զոհի մասին զանազան քարոզչական թեզեր առաջ քաշելու, որ զոհն էր մեղավոր, ինչպես նաև, չգիտեմ, դատական պրոցեսի պաշտպանական կողմի, մեղադրյալի պաշտպանական կողմի վարքագծի մասին ու այդ բոլորի փոխկապակցվածության մասին։ Զեկույցում հիմնականում ինչին որ մենք անդրադարձել ենք արդեն սրանք են քննական փուլի և դատական վարույթի վերլուծությունն է, պետական պաշտոնյաների իշխանական և մեծիշխանական լրատվամիջոցների քարոզչության վերլուծությունը և, ինչպես ասեցի արդեն, նիստերի մշտադիտարկումը։ Ուզում եմ սկսել առաջին բաժինը Սոնա Մնացականյանի մայրիկի խոսքերով ժամանակին Ազատություն ռադիոկայանին հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ, հարցազրույցի ռեպորտաժի ժամանակ, հասարակության արդար պահանջը պիտի լինի, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի տնից դուրս գալիս իրեն ապահով զգա։ Սա շատ կարևոր է բոլորիս համար, քանի որ նման իրավիճակում կարող էինք հայտնվել և մինչ օրս ցավոք սրտի կարող ենք հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, մեր սիրելիներից յուրաքանչյուրը, քանի որ այս անպատժելիությունը չի դադարել, շարունակական բնույթ է կրում, այսինքն օրինակ վարչապետի ուղեկցող Շարասյունը կամ մյուս պաշտոնյաների ծառայողական մեքենաները նման վայրագ արագությամբ շարունակում են երթևեկել և ստեղծել նմանատիպ վտանգավոր իրավիճակներ։ Սա կարևոր է բոլորս գիտակցենք և հանրային իրազեկում լինի, սրա մասին քննարկվի և յուրաքանչյուր քաղաքացի ուղղակի պատահական ինչ-որ դժբախտ դեպք չհամարի, գիտակցի, որ սրա դեմը պետք է առնել, թե կլինի հանրային բողոքի ձևով, թե կլինի դա միգուցե հետագայում օրենքների վերանայման կամ ընդհանրապես վարքագծի վերանայման, բայց սրա լուսաբանումը կարևոր է։ Անցնելով առաջ, իմ գործընկերը կներկայացնի արդեն հենց բուն գործի մանրամասները, թե ինչպես է տեղի ունեցել։ Տաթև Շնորհակալություն։ Ուրեմն 2022 թվականի ապրիլի 26-ին ժամը 18:19-ի սահմաններում հղիության 7-րդ ամսում գտնվող Սոնա Մնացականյանը ցանկանում է հատել պարոնյան Լեո Խաչմերուկը թույլատրելի հատվածում, հատուկ դրա համար նախատեսված գծանշումով հատվածում և այդտեղ բախվում է դժբախտաբար վարչապետի Արտոշ Շարասյանը։
Եվ ոչ միայն բախվում է, որից հետո այսինքն բնականաբար հարված է լինում եւ այլն, եւ այդ շարասյունը չի կանգնում առհասարակ, որևէ մեկը այդ շարասյունից չի կանգնում օգնություն ցուցաբերելու հասկանալու դեպքը ինչ է տեղի ունեցել եւ օգնություն ցուցաբերելու դուժողին։ Շարասյունը այդ նույն արագությամբ շարունակում է սլանալ տանելու Հայաստանի Հանրապետության վարչապետին քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների հետ պարզապես հանդիպմանը։ Դա չի եղել որևէ նիստ պլանավորված, դա չի եղել պետական նշանակության որևէ օրակարգ, այլ եղել է պարզապես ընթացիկ աշխատանքային հանդիպում իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ։ Ով է օգնություն ցուցաբերել Սոնա Մնացականյանին, պարզապես տվյալ տարածքով պատահաբար երթևեկող շտապօգնության մեքենա։ Այսինքն, այն բոլոր թեզերը, որ վարչապետը չի իմացել, կամ վարչապետը ինքն է ասել, որ շտապօգնություն կանչեն, գործի որևէ փաստական տվյալով չեն հավաստվել։ Եվ բնականաբար արդեն ինչպես Նաիրի բժշկական կենտրոնի անձնակազմն է հայտնել, Սոնա Մնացականյանը այնտեղ է ժամանել արդեն մահացած վիճակում։ Ինչու այս ամենը իրավաչափ չէ եւ ինչու է այս հարցը այսքան զգայուն քարոզչամեքենայի համար, որով որ եթե օրինակ ցույց խոսենք Երևան քաղաքի փոսերից, այդքան մեծ ջանասիրությամբ իշխանական, պրոիշխանական ֆեյքերը չեն հարձակվի մեկնաբանություններում փորձելով անհեթեթագույն թեզերով այս ամեն ինչը արդարացնել, որովհետև շատ զգայուն հարց է եւ բնականաբար այստեղ ճիշտ ու սխալը միանշանակ է։ Եվ առհասարակ այս դեպքի էությունը, թե ինչու է սխալ, հետեւյալ կարևոր դետալներով են հիմնավորվում։ Ուրեմն Կամ մի այսպիսի թեզ այդ քարոզչական, խաչմերուկը պատշաճ արգելափակված է եղել, որպեսզի որևէ մեկը չերթևեկի այդ խաչմերուկով, այսինքն կլինի դա հետիոտն, կլինի դա մեքենան, ինչը սխալ է։ Տեսագրություններ, որ հաջորդիվ կնայենք, վկայում են, որ այդ խաչմերուկում տվյալ ժամանակահատվածում երբ որ պետք է վարչապետի շարասյունը մեկնել, եւ մեքենա է մտնում, որը մի կերպ է, այսպես ճողոբրում վթարային իրավիճակից, եւ մեքենա է մտնում, եւ հետիոտն է մտնում, այսինքն պատշաճ կարգավորում, պատշաճ արգելափակում խաչմերուկի, որպեսզի այդտեղ չլինեն այլ երթևեկության մասնակիցներ, տեղի չի ունեցել։ Եվ այդ քարոզչական թեզերը, թե խնդրել են, ուղեկցող ոստիկան ա եղել, որը հստակ պահանջ է ներկայացրել Սոնա Մնացականյանին չմտնելու խաչմերուկ, գործի որևէ տվյալով չեն հիմնավորվում։ Սեկուցուն դրա մասին հատուկ բաժին ունենք, հենց շարասան արագության վերաբերող եւ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության վերաբերյալ որոշման մեջ, ինչպես է սահմանվում նրանց արագությունը բարձր շեմը 100 կմ/ժ արագություն, որը գերազանցել են ֆիքսված է փորձագետի եզրակացության մեջ ֆիքսված է 108 կմ/ժ արագություն, եւ հենց այստեղ որոշման մեջ սահմանը, որ նշված է, ոչ թե ցուցում է, այլ ուղղակի ընդամենը վերին սահմանն է, եւ դրանից կա այդպիսի նկարություն, որ պիտի հաշվի առներ տեղանքը, բանուկ է փողոցը, թե ոչ։ Եվ պատշաճ փակ է, պիտի ճշտվել փակ է, երթևեկելի իմաստում արդյոք կան թե չէ, մարդիկ, եւ այստեղ այս դրա մասին կարող եք գտնել զեկույցում եւ ինչ որ Տաթևը ասեց կից հղումներում կգտնեք տեսագրությունը, որը նիստից է վերցված եւ այնտեղ ամբողջը հստակ երևում է, ինչ որ նոր Տաթևը ասեց։ Անդրադառնալով առհասարակ այս թույլատրելի առավելագույն արագության գերազանցումը։ Թույլատրելին այդ պահի դրության հատուկ նշանակության մեքենայի համար եղել է 100 կմ/ժ։ Բայց երթևեկել է 187
կմ/ժ խաչմերուկային հատվածում։ Բայց պետք է հասկանանք, որ այստեղ գործում ենք ոչ թե զուտ, այսպես ասած, լեգիստական, մի քիչ իրավաբանական էլի ասեմ, տրամաբանության հետ, այլ հասարակ պարզ տրամաբանության եւ իրավաչափության բավերապայմանների հետ։ Մասնավորապես, եթե մի քիչ պարզ մարդկային լեզվով ասեմ, լեգիստական տեսությունը ասում է կապ չունի թե իրավունքը բան եւ այլն ինչ է։ Եթե ինչ-որ մի բան օրենքով տառացի նշված է, ապա դա թույլատրելի է։ Բայց իրավաչափության մեր կանխավարկածը, որով թվում է թե մենք եվրոպական իրավունքի գրող պետությունը պետք է առաջնորդվի, այլ բան է ասում է, որ պետք է ամեն դեպքում գրված նորմերը եւ մարդկանց կատարած գործողությունները բխեն իրավունքից եւ արդարացվածությունից։ Եվ այս պարագայում որևէ գործողությամբ, անկախ նրանից կարող է օրինակ այս 187-ը կամ 100 թույլատրելին, որը հետագայում այս դեպքից հետո բարձրացրեց մի հատ 110, նույն հաջողությամբ կարող էր սահմանվել, որ օրինակ 200 կմ/ժ է թույլատրելի։ Այսինքն այդ միակ հանգամանքը, որ թույլատրելին եղել է 200, դեռ այս ամբողջ իրավիճակը իրավաչափ չի դարձնում, որովհետև մենք գործ ունենք օրվա լույս ժամի հետ, ամենաբանուկ ժամի հետ, ժամը 6-ը, երբ որ բոլորը աշխատանքից դուրս են գալիս, մեքենաներով, հետիոտները ոտքով եւ այլն։ Երկրորդը, մենք գործ ունենք քաղաքի կենտրոնի հետ, ավելի բանուկ հատված։ Երրորդը, մենք գործ ունենք խաչմերուկի հետ եւ հետիոտնային անցումով կահավորված խաչմերուկի հետ, այսինքն դա մայրուղային խաչմերուկ չի եղել կարգավորվող, որը չի ունեցել։ Մենք ունեցել ենք պոտենցիալ այնպիսի հատված, որտեղով երթևեկում են եւ թույլատրված է, որ երթևեկում են քաղաքացիները։ Այսինքն այս պարագայում թեկուզ դա լիներ թույլատրելի 200 կմ/ժ արագություն եւ այլն, վարորդի ողջամտությունը եւ իրավական կարգավորումը պահանջում է, որ ինքը հաշվի առնի այդ հանգամանքը եւ նոր միայն մտնի խաչմերուկ։ Եվ այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, ոչ ոք չի չեղարկել Հայաստանի Հանրապետությունում վթարային իրավիճակը կանխարգելելու վարորդի պարտականությունը։ Մենք հազարավոր այդպիսի դեպքեր ենք ցավոք սրտի մինչ այսօր տեսնում, երբ որ չնայած օրինակ հետիոտը երթևեկելիս է լինում չնախատեսված վայրով, չթույլատրված վայրով անցած լինում եւ ցավոք սրտի վրայերթներ են ունենում, կամ ցանկացած այլ իրավիճակում, երբ որ օրինակ տուժող կողմն է մեղավոր հանդիսանում, չնայած սա այս դեպքը չի, նորից եմ կրկնում։ Վարորդները շատ հաճախ մեղավոր են ճանաչվում հենց այս վթարային իրավիճակը չկանխարգելելու կարգավորմամբ։ Այսինքն օրենքը ասում է կապ չունի, թե ինչքան ոչ օրինական է վարվել դիմացի տուժող կողմը, ամեն դեպքում, երբ որ դու տեսնում ես, որ ստեղծվում է վթարային իրավիճակ, դու պետք է կանխարգելես այդ իրավիճակը։ Եվ այս պարագայում ուղղակի այս արագությամբ խաչմերուկի վրա սլանալը զրկել է հենց վարորդի գիտակցման որոշմամբ, զրկել է իրեն այդ վտանգը, այդ վթարը կանխարգելելու իրական հնարավորությունից։ Ես կուզեի մի հարցեր տալ եւ դրանից հետո կապ կլինի, թե ինչպես կանդրադառնանք մյուս դեպքերին, նմանատիպ դեպքերին, հարցը փոփոխությանն է վերաբերում, այն հենց այս նույն որոշման հատուկ տրանսպորտային միջոցների արագության հենց վերաբերյալ շեմի նոր փոփոխություն կա, բացառություն կա այս նոր փոփոխությամբ, որտեղ նշվում է պաշտոնյաներին սպառնալիքի վերաբերյալ, եթե սպառնալիք են տեսնում են, որ սպառնալիք կա, կարող են ցանց առնել այդ վերին շեմը։ Սրա մասին դուք կուզեի որ խոսեք Տաթև ջան, եւ ինչու է սա վտանգավոր եւ օրինակներ բերենք հետո։ Սպառնալիքի հանգամանքը շատ ուղիղ կարգավորված է քրեական օրենսգրքի ծայրահեղ անհրաժեշտության հոդվածով, այսինքն կարիք չկա ամրագրելու սպառնալիքի առկայությունը, որպեսզի կամ օրինակ ծայրահեղ անհրաժեշտությունը նաև կարգավորված է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով եւ դա լեգիտիմացնելու կեղծ ձևով օրակարգ բերելու անհրաժեշտություն ամենևին չկա, որովհետև եթե տվյալ գործում հիմնավորվեր
որ վարորդը գործել է ծայրահեղ անհրաժեշտությունից պայմանավորված, բնականաբար ոչ մի պատասխանատվության մասին խոսք գնալ չի լինում։ Սա եւս մի իրավունքի եղանակով քարոզչություն իրականացնելու միտում է, որով ստեղծելու այսպիսի մի իլյուզիա, որ վարչապետը շրջապատված է վտանգներով եւ սպառնալիքներով, մինչդեռ իրականում հաստատված այս ժամանակահատվածում մենք որևէ ռեալ սպառնալիքի դեպք չենք տեսել։